Բարև ձեզ հարգելի հավաքաններ, հարգելի գործընկերներ, Հայաստան Հանրապետության Սյունիքի մարզի Քաջան համայնքի հավաքական ուսումնասիրության շրջանի 2026 թվականի փետրվարի 10-ի նիստը օրակարգ հաստատելու մասին։ Ովքեր են գոհ, դեմ չկա, ձեռնբաց չկա, անցնենք օրակարգի առաջի հարցին։ Հայաստան Հանրապետության Սյունիքի մարզի Քաջան համայնքի 2025 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվություն հաստատելու մասին։ Նշված հարցը քննարկվել է ֆինանսավորական բյուջետային և տնտեսական հարցերը մշտական հանձնաժողովի նիստի և որոշվել է տալ դրական Առաջին հարցը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջան համայնքի 2025 թվականի բյուջեի տարեկան կատարման հաշվետվությունը հաստատելու մասին է։ Բյուջեի վարչական մասով կատարվել է 104%-ով, ֆոնդային մասով 100%-ով, ընդհանուր առմամբ կարող եք հաշվել, որ բյուջեն 104%-ով կատարել ենք։ Եթե ինչ-որ հարցեր ունեք, կարող եք տալ, եթե ոչ, խնդրում եմ հաստատել հարցը։ Հարցեր կա, հարգելի չկա, ովքեր են գոհ, դեմ չկա, ձեռնբաց չկա, անցնենք օրակարգի երկրորդ հարցին։ Հայաստան Հանրապետության Սյունիքի մարզի Քաջան համայնքի հավաքական 2025 թվականի դեկտեմբերի 26 թիվ 125 որոշման համար 1, համար 2, համար 3, համար 4, համար 5 և համար 6 հավելվածների նոր խմբագրության հաստատելու մասին։ Նշված հարցը նույնպես քննարկվել է փետրվարի հանձնաժողովի նիստում և որոշվել է տալ դրական Շնորհակալություն։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասին 5-րդ կետով, բյուջետային համակարգի մասին օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 9-րդ մասի, 33-րդ հոդվածի առաջին մասի, 3-րդ կետի և 34-րդ հոդվածի դրույթներով հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջան համայնքի ղեկավարի առաջարկությանը ձեր հաստատման ենք ներկայացնում համայնքում բյուջեի փոփոխություն կատարելու մասին որոշման նախագիծը։ Բյուջեի փոփոխությունը կատարում ենք տարեսկզբի ազատ մնացորդների բաշխման համար շուրջ 120 միլիոն դրամ բաշխում ենք ծախսային մասի համապատասխան հոդվածներին։ Եթե հարցեր ունեք, խնդրեմ, եթե չէ, խնդրում հաստատեք։ Հարցեր կան, հարգելի հավաքաններ։ Չկա, ովքեր են գոհ, դեմ չկա, ձեռնբաց չկա, անցնենք օրակարգի երրորդ հարցին։ Հայաստան Հանրապետության Սյունիքի մարզի Քաջան համայնքի հավաքական 2025 թվականի դեկտեմբերի 26-ի համար 117 որոշման համար 2 հավելվածը նոր խմբագրությամբ հաստատելու մասին։ Կզեկուցի Մարգարիտ Արևելյան։ Նշված հարցը քննարկվել է ֆինանսավորական, տնտեսական և բյուջետային մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում և որոշվել է տալ դրական Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 28-րդ կետով, 35-րդ հոդվածի առաջին մասի 6-7-րդ կետերով, նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետի ու 34-րդ հոդվածների դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային կառավարման վարչության պետի Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի կադրային գործի վարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ 2025 թվականի դեկտեմբերի 17-ի զեկուցագիրը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջան համայնքի ղեկավարի առաջարկությունը սույն որոշման նախագիծը ձեր քննարկմանն է ներկայացվում համար 2 հավելվածը 2025 թվականի դեկտեմբերի 26-ի 117 որոշման նոր խմբագրությամբ հաստատելու համար։ Հարգելի հավաքաններ, ես ներկայացրեցի մշտական հանձնաժողովի նիստում, որ նոյեմբեր ամսին Քաջանի համայնքապետարանում աշխատակազմի կադրային գործի նկատմամբ վերահսկողություն է իրականացվել, որի արդյունքում արձանագրվել է, որ մամուլի քարտուղարը Դավիթ Համբարձումյանը չունի համապատասխան մասնագիտական կրթություն, որը ի պաշտոն է իրավունք չունի զբաղեցնել տվյալ հաստիքը։ Այդ կապակցությամբ հաշվի առնելով նաև տարածքային կառավարման վարչության պետի զեկուցագիրը առաջարկվում է մամուլի քարտուղարի 1 հաստիքը կրճատել և համայնքի ղեկավարի օգնականի հաստիքը լրացնել, ստեղծել նոր համայնքի ղեկավարի օգնականի հաստիք։ Խմբագրությունը սրանով է պայմանավորված։
չկա, օքեյ գով, դեմ չկա, ձեռոպար չկա, 15 թվականի 4 օգոստոսին Հայաստան Հանրապետության Սյունիքի մարզի Քաջան համայնքի ավարտականի 2028 թվականի դեկտեմբերի 26-ի համար 118 որոշման համար 8 ավելացնող խմբագրության հաստատելու մասին։ Հարցը քննարկվել է ֆինանսավորական, բյուջետային և տնտեսական մշտական հանձնաժողովի նիստում և որոշվել է տալ դրական եզրակացություն։ Հարգելի ավականներ, ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 28-րդ կետով 35-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ և 7-րդ կետերով նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետը և 34-րդ հոդվածի դրույթներով և ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջան համայնքի ղեկավարի առաջարկությունը ձեզ է ներկայացվում 2025 թվականի դեկտեմբերի 26-ի 118 որոշման համար 8 հավելված է նոր խմբագրությամբ հաստատելու մասին որոշման նախագիծը ներկայացրեցինք, որ առաջարկում է կինոմեխանիկի օգնականի տոմսավաճառի, պարուսույցի և հնչյունային օպերատորի հաստիքային դրդաչափերի աննշան փոփոխություն, որը որ մանրամասն ներկայացվել է ձեզ։ Կինոմեխանիկը նախկին գործող հաստիքային դրդաչափը 210,000 է, առաջարկում է փոփոխել և 220,000 դարձնել։ Տոմսավաճառը 239,000 է, առաջարկում է 255,000 դրամ սահմանել, պարուսույցը 195,000 դրամ է, առաջարկում է 250,000 դրամ սահմանել, հնչյունային օպերատորը 220,000 է, առաջարկում է 250,000 սահմանել։ Օքեյ գով, դեմ չկա, ձեռոպար չկա, Նիկոլակար 5 օգոստոսին Հայաստան Հանրապետության Սյունիքի մարզի Քաջան համայնքի 2025 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին։ Նշված հարցը նույնպես քննարկվել է ֆինանսավորական, բյուջետային և տնտեսական մշտական հանձնաժողովի նիստում և որոշվել է հարցին տալ դրական եզրակացություն։ Հարգելի ավականներ, տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 4.1 ենթակետով ձեր հաստատման է ներկայացվում 2026 թվականի տարեկան աշխատանքային պլանը։ Քաջան համայնքի 26 թվականի տարեկան աշխատանքային պլանը նպատակ ունի արդյունավետ պլանավորման միջոցով բարելավել համայնքում կայացող որոշումների որակը, հիմք ունենալով համայնքի ինգաներ զարգացման ծրագիրը թափ ուղղված է հստակեցնելու տարեկան կտրվածքով համայնքի զարգացման ուղղված ծրագրերը և միջոցառումները, դրանց իրականացման համար ներդրվող ռեսուրսներն ու ժամկետները։ Թափում արտացոլված է նաև կայուն զարգացման նպատակների կապը միջոցառումների հետ, դրանց թիրախների և ցուցանիշների հետ։ Նախատեսված ֆինանսական առումով 2026 թվականին իրականացնել 5 միլիարդ 665 միլիոն դրամի միջոցառումներ, այս միջոցառումների ասպես ներառում են և ընթացքի միջոցառումները և կապիտալ ծրագրերը, որ համայնքը նախատեսում է իրականացնել։ Կապիտալ ծրագրերի մի մասը 2025 թվականից չավարտված աշխատանքների շարունակությունը կլինի, սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքները կլինեն իրականացնելիք և ռոյալթի նաև բնապահպանական ծրագրերով նախատեսված միջոցառումները և այլ դոնոր կազմակերպությունների կողմից նախատեսվող ֆինանսավորման իրականացվող միջոցառումներ։ Այդ 5 միլիարդ 665 միլիոնից սեփական բյուջեի ծրագրով հաստատված նախագծով հաստատված բյուջեով մոտ 1 միլիարդ 700 միլիոնը մնացածը արդեն այլ կազմային աղբյուրներից, ինչպես նաև պետական պետության կողմից տրվող սուբվենցիաների միջոցով այս գումարների հաշիվ պետք է իրականացվի այդ ծրագիրը։ Քննարկվել է հանձնաժողովում, ինչպես ասեց Օվիկը, խնդրում եմ, եթե հարցեր չկան ուրիշ հաստատելիս նախագիծ։ Բայց տեսակ շապանի կան անսովոր հարցեր չկան, հարց չկան։ Հարցը դե քննարկվել է։ Շատ լավ հասկանալի
ամեն հարցերը իրական պատասխանում շատ է, ովքեր ենք ով, դեն չկա, դերբա չկա, մասնենք ողակարգի ուղեցով դարձնում։ Աննա Խաչատրյան Վարդանի, Աննա Ձեռներեցի կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարյան քաղաքի Գեղտաջրի մարման կայանի նախագծին նախատեսվող գործունեության նախնական համաձայնություն տալու վերաբերյալ։ Հարցը քննարկվել է քաղաքաշինության և օգտագործման հանձնաժողովի մշտական նիստում, տրվել է դրական եզրակացություն։ Աննա Խաչատրյան Վարդանի, Աննա Ձեռներեցի կողմից հանրապետարանը հայտ է ստացել Քաջարյան քաղաքի Գեղտաջրի մարման կայանի նախագծում գործունեության վերաբերյալ հանրային քննարկում հանրային լսումներ իրականացնելու և ավականու նախնական համաձայնություն ստանալ համար այս գործունեության համար։ Հանրային լսում կազմակերպվել է հունվարի 8-ին համակապիտարանի նիստերի դահլիճում, այդ նիստի արձանագրությունը օրենքի համաձայն համապատասխան ուղարկվել է ավականու, որպեսզի ծանոթանաք, հանձնաժողովում էլ քննարկվել է այդ հարցը, կարծում եմ ակտուալ հարց է Գեղտաջրի մակրոմակայան ունենալը քաղաքի համար և հանրապետության և մեր համայնքի համար և քանի որ սա շրջակա միջավայր ազդեցության գնահատման առաջնորդ գործ, ապա պարտադիր անձի գնահատումը, այդ գնահատման իրականացնելու համար արդեն հավաքական նախնական համաձայնությունը պետք է որոնցնեն գնահատման, հետագա նախագծման և հաջողություն ունի նաև շինարարության։ Եթե խնդրեմ, եթե դեմ չեք Այսօր գիտեք, այսօր Գեղտաջրի մարման կայանը։ Քանի տարի է, որ այդ հարցում վերջապես Ավելի շատ, ավելի իսկ։ Բավական այգի, հիմա առաջ հանում է դեպով չի գալիս, բնականաբար այգին բաներն են կոմբաններ աշխատատեր, հասներ կապած, վերջը, բայց վսյոտ այգին հարցի ուզգուշ, այո, դա ակտուալ է, Գեղտաջրի մարման կայանը, կապիտալ, նշնարություն պիալի և ինչ-որ նախնական համաձայնության ենք եկել, նոր բարձր տեխնոլոգիաներ և այլն սարքավորումներ և այլն այս ձևով ավերասնելու։ Որը որ այսօր հանրապետությունը չկա մաքրման Գեղտաջրի կայանում, բնականաբար այլաշարք ու շարծար և միգուցե և նաև դրանով օրինակ ծառային ֆինանսած մյուս ովքեր ենք ով դեմ չկա, ձեռբար չկա, ասնենք օրակարգ երկրորդ հարցին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարյան համայնքի իրական բնակավայրին գտնվող խոհամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին հարցը նույնպես քննարկվել է քաղաքաշինության և օգտագործման հանձնաժողովի նիստում, տրվել է դրական եզրակացություն։ Կընդունելով Ֆողային օրենսգրքի ուրեմն 3-րդ հոդվածի առաջին կետը և հաշվի առնելով Քաջարյան համայնքի ավականու կողմից հաստատված 2021 թվականի թիվ 14 որոշումը նախատեսվում է Սյունիք 5 միկրոռեգիոնալ տարածական պլանավորման փաստաթղթում ներառված ներքին գերական բնակավայրի ուրեմն համակցված փաստաթղթում կատարել հետևյալ փոփոխությունը ուրեմն GB3 և GB4 ուրեմն ծածկագրերով հողամասերը գյուղատեսական նշանակության այլ հողատեսքերից փոխադրել բնակավայրերի նշանակության այլ հողատեսքերից տվյալ հողամասը ընդհանուրացված 80 հեկտար գտնվում է ներքին Գիրաթաղի այս հատվածում հիմարվան 80 հեկտար է կազմում եթե ինչ-որ հարցեր չկա,
Ովքեր են կողմ հարգելավական։ Դեմ չկա ձևապաշտման, սնկորակարգի լուծորով հասի։ Հայաստան Հանրության Սյունիքի մարզի քաջանանքի ծագիտավ ակտիվիտետի նարարմենի ակտիվիտան սեպարկանություն ակտիվացող բնակավարի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը քաջան համայնքի սեպարկանություն հանդիսացող բնակավարի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի և փոխանակելու մասը։ Ուրեմն ղեկավարվելով նույնպես հողային օրենքի գրքի 63-րդ հոդվածի 4-րդ մասով, 71-րդ հոդվածի 3-րդ մասով, համաձայն կառավարության 2021 թվականի թիվ 286 որոշման 32-րդ կետի, նաև հաշվի առնելով քաղաքացի Նարա Արմենի Հակոբյանի դիմումը, նախատեսվում է Քաջան համայնքի Ձագիկավան գյուղի առաջին թաղամասի 1/1 համայնքի սեփականություն հանդիսացող առաջին թաղամաս թիվ 2 հողամասը փոխանակել Նարա Արմենի Հակոբյանին պատկանող Ձագիկավան առաջին թաղամաս 1/1 հողամասի հետ, երկու հողամասներ բնակելի կառուցապատման համարժեք ուրեմն գին ունեցող հողամասեր են, ընդհանուրը 816.8 քառակուսի մետր մակերեսով յուրաքանչյուր։ Նախատեսվում է փոխանակել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը քաղաքացու սեփականություն հանդիսացող հողամասի։ Քայլը դարձնում։ Ինչ երևի շուն է, չէ՞։ Քանի տարի է։ Աշխատես հասցնությունը կտա։ Ովքեր են հագերավան։ Դեմ չկա, ձեռնպար չկա, մասնեք օրակարգի 9-րդ հարցին։ Հայաստան Հանրության Սյունիքի մարզի Քաջան համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամաս հրապարակային սահմանություններով վաճառելու վաճառելու մասին։ Հաշվի առնելով Կարգայից կողմից տրված գնահատության հաշվետվությունը նախատեսվում է Քաջան համայնքի գյուղ Քաջանած երկրորդ փողոց 10 հասցեում գտնվող ուրեմն 810 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման բնակելի հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով հրապարակային սակարկություններով աճուրդով օտարել մեկնարկային գին սահմանելով 390,000 դրամ։ Ինչպես նաև այո, 390,000 դրամ 810 քառակուսի մետր։ Ինչպես նաև ուրեմն հողամասի օտարման պայմանագրում ամրագրվելու է պայման, ըստ որի 2 տարվա ընթացքում այդ կառուցապատման ծրագիր չիրականացնելու դեպքում համայնքին հետգնման իրավունք է հրապարակվում։ Նույն արժեքով այն ինչ որ մենք հիմա վաճառում։ Պարզապես անցնել է համայնքին առանց որևէ փոխանցելու կապ։ Դե չէ, հողը օրինակը չեն դրվում, բայց հաճախակի մենք ենք բարձրացնում, մենք ենք շատ դրասել, մենք ենք հարգելավական ենք, հակապես ես հողերի նկատմամբ, ես հիմա նայում եմ լավիդի, ունեցարիքսնես դեպային լավիդի, հիմա ովքեր որ դիմն են, որ կապատ, այրով մենք հստակ պանաչում կայացավ, դու ինչ հարանկարում ենք, նրանք ներկայացել խավարան, կապված, հողի հետ։ Մենք այսօր ականատեսն ենք ես ամեն ինչի, այո, համայնքից էժան գանում են, վերցնում ենք հողարը, մի քանի անգամ 10-20 100 անգամ հարաբատ իջավորները պատճառում մեկ այլ ուրիշ։ Մենք ամեն ինչ տեղ ունենալու ենք, համար շրջագայությունը չենք անում, արգելած է որևէ մեկի հող հենց սեփականության իրավունք տալ։ Կլինի վարձակալություն, վարձակալության ընթացքում երբ որ այո մենք կգտնենք, որ այո ինքը արեցի վարձակալություն է տանում։ То есть այսինքն նպատակն է ծառայեցնում։ Այն ժամանակ կապին քննարկենք, եթե պետք լինի սեփականության իրավունքը կփոխանցի։ Ովքեր են կողմ հարգելավական։ Դեմ չկա, ձեռնպատ չկա, նիկորակարգի սպասելով ցանցին։ Հայաստան Հանրության Սյունիքի մարզի Քաջան համայնքի Լեռնադոլ գյուղում անվանում ունեցող ներ բնակավար
բնակավայրային աշխարհագրական օբյեկտներ թվային կարգով անվանակոչելու մասին։ Նահանգիրավական ինչպես դուք արդեն գիտեք, նախաձեռնել է կադաստրի կոմիտեի համատեղ մեր վարչական սահմանափակումով բնակավայրերի հասցեավորման կարգին համապատասխանեցնելու մեր հասցեների ռեեստրը եւ որոշ գյուղական համայնքներ ժամանակին հասցեավորվել է ոչ մաշել ձևով։ Հիմա մենք հայտեր ենք ներկայացնում կադաստրի կոմիտե հաստատելու նոր փողոցների նոր անվանակոչելու եւ հերթականությամբ յուրաքանչյուր հաստատված հայտը ներկայացնում ենք ձեր հավանությանը, ձեր համաձայնությանը նոր փոփոխում։ Ուրեմն այսօրվա օրակարգում ներառվելու են 3 նոր առաջացած փողոցներ, ուրեմն Քաջարյան համայնքի Լեռնաձոր գյուղի երկրորդ թաղամասի, տեսեք երկրորդ թաղամասն է ամբողջությամբ, երկրորդ թաղամասի ուրեմն հիմնական փողոցը, իմ երկու ավտոճանապարհի հատվածն է, հիմնական փողոցը ուրեմն անվանակոչվելու է թվային կարգով երկրորդ թաղամաս առաջին փողոց։ Սկիզբը սկսվելու է Կապանիցեկով մինչև Քաջարյան վերջանալու է։ Ուրեմն հաջորդը Լեռնաձոր երկրորդ թաղամասում ուրեմն հասցեավորվելու է երրորդ փողոցը, որը նույնպես հատելու է հիմնական առաջին փողոցը, մինչև արդեն Կաթնարատ գյուղի վարչական սահմանը անվանակոչվելու է Լեռնաձոր գյուղի երկրորդ թաղամաս երրորդ փողոց, ինչպես նաև Լեռնաձոր գյուղի 4-րդ թաղամասի, այդ 4-րդ թաղամասը գտնվում է երկրորդ թաղամասից դեպի վերև, ուրեմն հիմնական փողոցը անվանակոչվելու է թվային կարգով 4-րդ թաղամաս առաջին փողոց։ Սկիզբը սկսվելու է երկրորդ թաղամասի երկրորդ փողոցի վերջից մինչև արդեն թաղամասի վերջը։ Մենք ունենք 5 թաղամաս Լեռնաձոր գյուղում, մենք ուղարկում ենք հայտեր, որը հաստատվում է կադաստրի կոմիտեի կողմից, մենք ամեն անգամ ձեր հավանության ենք ներկայացնում։ То есть, այսինքն ինչքան փոխներ Այս նիստով 3 հաստատել են ընդհանրապես։ Գիտեք, մենք ոչ թե փոխում ենք, այլ նոր անվանակոչում ենք։ Մենք չենք ունեցել, մենք ունեցել ենք ընդհանրապես գյուղ Լեռնաձոր 4-րդ թաղամաս, բայց 4-րդ թաղամասում կան փողոց, որը պետք է թաղամասը, հա, ընդհանուր գյուղ Լեռնաձորը 5 կա։ Մենք առաջինը երրորդը արեցինք, երկրորդը մասամբ է մյուս հատվածները դեռ հաստատված չէ, սպասում ենք հաստատման, 4-րդը էլի մի փողոց կա, որը կիսատ է, չեն հաստատել, կհաստատենք եւ 5-րդ թաղամասը։ Ու ունենք նույն խնդիրը Ձակիկավան գյուղում, ունենք Կաթնարատում փոխրոտում այդ խնդիրները, հարցերը համատեղ կադաստրի կոմիտեի հետ։ Շատ, ասեք։ Հիմա կադաստրի հետ որ համաձայնեցնում, բայց մարդկանց սեփականության մեջ տվացա այդ քաղաքացիներին իրազեկվելու են ընթացքում, ով ցանկություն հայտնի կարելի փոխի, ով որ չէ իրանը գնալու այն 5 ձևով, ոնց որ նախկին կար, մինչև որ որևէ գործարք չանի կադաստրի կոմիտեում, ճանաչ կադաստրը արդեն մերժել ասելու հասցին չի անպատասխան, նոր կհարցավորվի։ Անվճար կամ Վճարը գրանցումն անվճար, բայց նոր որոշում կայացնելը ձեր հավաքանի ուտիցը գումարը սա։ Գյուղական համայնքներ։ Ոչ։ Զատո թազով կհաստ։ Սերչի, Ովքեր են գող հարգելավական։ Դեր չկա, ձերապան չկա, ստենք որակալի կազմություն մասին։ Ընկերությունների կողմից վճարված բնապահպանական հարկետայական արտադրության սնույթի մազի Քաջարյան համայնքի կատարած մասսաների ծախսման 2025 թվականի իրականացված ծրագրի վերաբերյալ հաշվետվություն հաստատելու մասին։ Հարգելի հավաքական, Գյուղատնտեսության բնության և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերի մշտական հաշվետվողը քննարկվել է հարցը և տրվել է դրական եզրակացություն։ Հարգելի հավաքական, ընկերությունների կողմից վճարական հարկի նպատակային օգտագործման մասին օրենք 5-րդ կետի 5-րդ հոդվածի պահանջին համապատասխան
յուրաքանչյուր տարի մինչև մարտի 1-ը պետք է ավական հաստատմանը ներկայացվի նախորդ տարում իրականացված բնապահպանական ծրագրերի հաշվետվությունը։ 2025 թվականի բնաբնության և բնակչության առողջության պահպանման ծրագրով, սուբվենցիոն ծրագրով երկու միջոցառում է նախատեսվել, երկուսն իրականացվել է բժշկական կենտրոնի Քաջարյան բժշկական կենտրոնի համար բժշկական սարքերի ձեռքբերում, երկրորդ միջոցառումը Գեղիկ գյուղով հոսող պահագետի ունի մատկնում կողապատերի համարացում ջերհավակ ավազանի և ջրաբաշխի ջերպես գետի հանգույցի կառուցումը այդ գետի շուրջ։ Երկու ծրագրերը միասին 235 միլիոն 850,000 ծրագրեր էին, իրականացված են ծրագրերը, Գեղիկ գյուղով մի փոքր աշխատանքներ մնացել իրականացնելու կավարտել փետրվար ամսվա ընթացքում։ Այս 235 միլիոնից մոտ 15 միլիոն, 16 միլիոն բժշկական սարքերի ձեռքբերման համար ծախսվել, մնացածը գետի վտակում իրականացված աշխատանքների վրա ծախսվել։ Հաշվետվություն կազմված է լիազոր մարմնի կողմից մշակված ձևով և ձեր հաստատելուց հետո արդեն կտեղադրվի կայքում, էլի պահանջի անպատասխան։ Իրանց ինչքան սարքավորների ձեռքբերման չքան է հիմարը։ Հիվանդանոցի մոտ 16 միլիոն։ Որը նաև շատ անհրաժեշտ է։ Լավ օգտագործում անհրաժեշտ է իրանք էին դիմել սարքերի ձեռքբերելու համար ուսանիքի նպաստ մեր բնակչության առողջության Արդեն աշխատում է։ Աստված աջորդի գումարը մեծ է։ Իրանոցը որոշակի պահանջներ ունի սարքավորների ձեռքբերելու համար, Աստված ներառի լույս։ Ներկայացել են 27 թվականի անեստեզիոլոգի օրինակ սարքա պետք է անց անեստեզիոլոգի ինչ-որ բանանդեխն կարելի է օգտագործում են, բայց ունի խնդիր կա։ Ոչ մեծ, այլ էլի շատ բանից կան։ Ձեռքբերման սարքավորումներ կան, որոնք որ անհրաժեշտ են։ Ուզում եմ հաստատելուց Մենք ինչքան պայքարեցինք, ինչ պատկերում։ Ինքը հագեցած, լարիվ ամեն ինչ-որ հագեցած սարքավորները հագեցած են բանում։ Եթե օպտիմալացում։ Ովքեր են կողմ հարգելավար։ Դեմ չկա, ձեռոբար չկա։ Ասենք որակացի վերջայացին Հայաստան նախագծում Միջի Քաջարյան մայթավակում Հարգելի ավականներ, ինչպես արդեն գիտեք, յուրաքանչյուր ավականու վերջին օրակարգային հարցը արդեն պետք է սահմանենք հաջորդ նիստի գումարման օրը։ Առաջարկում եմ մարտի 13-ը, որը ուրբաթ օր է հանդիսանում, եթե ինչ է Իհարկե հիշեցինք, որ մինչև մարտի 1-ը նախատեսվում է նաև արտահերթ նիստ գումարել, պայմանավորված 2026 թվականի սուբվենցիոն հայտերի հաստատման հետ, 26 չէ։ Երբ որ նախագծերը պատրաստ լինի, արդեն օրենքով սահմանված կարգով 3 օր առաջ իրազեկենք արտահերթ նիստը կգումարենք, բայց հերթականը առաջարկում է սահմանել մարտի 13-ին, եթե դեռ չէ։ Մարտ 13։ Այո, իհարկե։ Ովքեր են կողմ հարգելավար։ Դեմ չկա, իսկ ասեցին, մինչև մարտ 1-ը արտահերթ կգումարվի։ Այո։ Եթե դուք եք պարոն Խարվարյան, իշխել բժշկական հանձնաժողովի նիստերին ներկայացրեցինք Քաջարյանի համայնքապետարանում դեկտեմբերի 8-ից 26-ը կայացած մասնագիտական իրավական վերահսկողության նկատմամբ վերահսկողությունը մարզպետի աշխատակազմի կողմից, որ ներկայացվել ձեզ վերագրության տեղեկացնենք հարգելի ավականներ, որ 2025 թվականի դեկտեմբերի 26-ը մարզպետի աշխատակազմի կողմից Քաջարյանի համայնքապետարանում իրականացվել է նաև իրավական հսկողություն, որի արդյունքում արձանագրվել է, որ
Համայնքը պետք է սահմանի համայնքի տարածքում տեխնիկական եւ հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրեր եւ պահանջները եւ պայմանները նշեցին, որ նշված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ուղարկվել են փորձակնության, արտադրության նախարարության փորձակնության գործակալություն, սահմանադրության եւ օրենքի համապատասխանություն ստուգելու նպատակով։ Համայնքը պետք է սահմանի առևտրի եւ ծառայությունների բնակավարում գործունեություն իրականացնող օբյեկտներում ըստ դրանց գտնվելու վայրի առևտրի եւ ծառայությունների բնակավարում գործունեություն իրականացնող անձանց կողմից լարությունը կամ գիշերային անդորը նշված նախագիծը եւս ուղարկվել է փորձակնության։ Արդեն եզրակացություն ստանալուց հետո հաջորդ ենթադրում եմ հաջորդ հերթական օրակարգային նիստում կդնենք ձեր քվեարկության քննարկմանը։ Աուդիտորական կազմակերպության կողմից իրականացված վերահսկողությունը, որը ոչ չունի, սակայն համայնքի հավաքանին իրավասություն ունի ֆինանսական բյուջեի նկատմամբ հաշվետվությունը վերահսկելու եւ կարծիք արտահայտելու, որ ներկայացվեց ձեզ։ Եվ այնտեղ նաև արկա է մեր լեռնաձորի մանկապարտեզի տնօրենի բաց թողումը, որը որ հավաստագիր չունի, առաջիկայում դա կլրացնենք։ Շնորհակալություն, իսկ ավարտված է։